Վարչապետ Փաշինյանի աջակիցների համար ուղերձ ունեմ, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ լսեք մինչև վերջ, ձեր օգտի համար է, չջղայնանաք անջատեք կեսից, վստահ եղեք ձեր օգտի համար եմ խոսում։ Նորմալ է, որ դուք Փաշինյանին սիրում եք, նորմալ է, որ իրեն աջակցում եք, նորմալ է, որ իր հրահանգով գնում եք ինչ-որ հավաքների, նորմալ է, որ որոշները ձեզանից կարիքից դրդված են այդ աջակցությունը անում, այսինքն ինչ-որ իր ստեղծած աղբյուրից, իր քաղաքական ուժի մասնակիցների օգտվում եք, տուն եք պահում, այսպես ասած, այդ էլ կարելի է նորմալ համարել։ Նորմալ է, որ բավարար կրթություն չունեք, վերլուծական կարողություններ չունեք և չեք կարում թեթև ինչ-որ միջին բարդության խնդիրներ քաղաքական հատկապես վերլուծել հասկանալ, որտեղ շատ ժամանակ ասում եք չեք զբաղվում քաղաքականությամբ, սատարում եք ինչ-որ մեկին։ Նորմալ է, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չլինեք, լուրջ եմ ասում, էդ էլ է նորմալ։ Նորմալ է, որ թեկուզ հետևորդ լինեք, բայց կաթողիկոսին էլ հավան չլինեք, էդ էլ է նորմալ։ Նորմալ է, որ ձեր բոլոր գործողություններում ձեր շահերով եք առաջնորդվում, լուրջ եմ ասում, էդ էլ է նորմալ։ Տունը երեխա կա, 1000 պրոբլեմ կա, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց նորմալ չի նկատի ունեմ ձեր օգտի համար, էլի, նորմալ չի, որ քրեական օրենսգրքով սահմանված գործողություններ եք անում, մասնարարպես օրինակ գիտեք, ձեզ ասել են, որ քրեական օրենսգրքով սահմանված տարբեր իրավական ակտերով սահմանված գործողություններ կան, որ օրինակ կրոնական հավաքներ խոչընդոտելը, օրինակ եկեղեցու մուտք խոչընդոտելը, եկեղեցու գործերին խառնվելը քրեական պատասխանատվություն է նախատեսում, այսինքն դրա համար ձեզ կարան բանտ նստացնեն։ Հիմա կարաք ասեք, դե Փաշինյանը մեզ տիրություն կանի, էլի։ Հալավ եք անմտածում եք այդպես, բայց Փաշինյանը դուք հասկանում եք ինքը իր հերթին քանի ձև տասնյակ օրենսգրքի պահանջներ է քրեական խախտել ու շարունակում խախտել, որ դատարաններն էր հրամայում շրջափակել, հիմա էլ եկեղեցու դաշտ է մտել, օրինակ Գևորգ Սրբազանի, արդեն նախկին Սրբազան, քանի որ հայ առաքելական եկեղեցին որոշեց, որ իրեն պետք է կարգալույծ անի։ Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ չէ, ասում է, մտնում է եկեղեցի գործերի մեջ, ինքը շարունակում է մնալ իր դերում։ Ասում է, որ կաթողիկոսը իրավունք չունի իրեն հանի այդ դիրքից։ Բա ժողովուրդ մտածել եք, Փաշինյանի աջակիցների մասին է այս խոսքը, էլի եմ ասում, ձեզ եմ խոսում, ժողովուրդ ջան։ Մտածել եք, որ այդ մարդն է նշանակել իրան Սրբազան դարձրել է թեմի առաջնորդ, այդ դարձրել է այդ նույն կաթողիկոսը, որին չեք սիրում, ասենք չեք սիրում, լավ, նորմալ է։ Այսինքն որ դարձնում էր, դա լեգիտիմ էր, հիմա որ հետ է հանում այդ դիրքից, այդ լեգիտիմ չի, բայց դրա տրամաբանությունը ո՞րն է։ Հիմա ես ինչի համար եմ ասում, մի հատ օրինակով ձեզ ցույց եմ տալիս, որ ձեզ խաբում են ախր, ձեզ օգտագործում են, խաբում են, մեղք եք։ Փաշինյանը գնալու է, հավես չի մնալու հո։ 26-ին չի գնա, դրանից հետո է գնալու, բայց ձեր տերը ով է, մտածել եք դրա մասին, ձեր տերը ով է։ Հայաստանում ինչ-որ բայ հայկական իշխանություն է լինելու, հարկադիր աշխատանքի ինստիտուտ է լինելու, այդ արարքների համար, որ անիմաստ բանտերում ձեզ չտանեն տարիներով, փագին տանելու են ձեզ ընտանիք հանդերձ ինչ-որ տեղեր հարկադիր աշխատանքի, բա մեղք չեք, ինչ եք անում անիմաստ բաներ։ Մի արեք ժողովուրդ ջան, փախեք, չեք կարում ուղիղ ասեք չէ, եթե ձեզ ասում են օրինակ արի, ոչ մեկ չի իմանա, խաբում են ձեզ այ ժողովուրդ, մի 1000 տեղ կամերաներ տկա դրած, ձայնագրվում է ամեն ինչ երևում է, այն լրագրողները կգան անհարմար հարցեր կտան, ձայնագրում իրանց հեռախոսներով նկարում էջերում դնում են, բոլորը տեսնում են ձեզ, այդ սա ինչ որտեղ հետո տարիներ անց մեկը դնելու է հավաքի, հետո գան ընկնեն ձեր հետևից, մի արեք էլի, ինչի եք ուզում ընկնեք պրոբլեմների մեջ, ինչի համար, ասեք հա կգնանք մի գնացեք, մեղք եք մի մտեք քրեական հոդվածներ պարունակող գործողությունների տակ,
լավ եղեք, բոլորիդ բարիք եմ մաղթում, բոլորդ էլ մեր երկրի քաղաքացիներն եք, ես ինչքան էլ Փաշինյանին չեմ աջակցում, ասում եմ պետք է իրեն փոխենք, որովհետև ինքը մեր երկրի շահերին դեմ է ելել, հայկական շահեր սպասարկելուց հրաժարվել այս երկրի ղեկավարի առաջին դերակատարումը հետ է։ Ես ամեն դեպքում ձեզ իրեն սատարողներին համարում եմ մեր երկրի քաղաքացիներ եւ ձեզ ձեր գործողությունում չեմ մեղադրում, առաջինը մեղադրում եմ արկա կրթական համակարգին, որ ձեզ վերելուցել չի սովորեցրել, լավ գիտելիք չի տվել։ Հայ մեջին, որ օրինակ հետևեք, նյարդերները թերիքի, չջղայնանաք, չհայոյեք, որ ես ձեզ չարքելափակեմ, էլի։ Եվ մի որոշ ժամանակ հետևեք, գուցե լիքը բան սովորեք եւ այդ մտածելու կարողությունը սկսի զարգանալ, այդ գենետիկ չի, բոլոր մարդիկ ունակ են մտածել, ուղղակի երբ որ շատ չես օգտագործում ուղեղդ, ինչ որ մեկի ասածով ես գործողությունը է տանում, ինքը այդ ֆունկցիան փակվում է, հետեւաբար առաջարկում եմ նաև հետևել իմեջին, լավ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, Հայաստանը այս ծանր վիճակից դուրս է գալու, լավ եղեք ժողովուրդ ջան, ես էլ պանտերայա, ինքը վախենալու չի, չվախենա կանգնած, լավ եղեք։